Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Երբ դուք ինչ-որ մեկին գումար եք պարտք եւ նա ձեզանից գումարը չի ուզում, դուք ավտոմատ կերպով նրան դառնում եք երախտապարտք։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, MJ հեռուստաընկերության ողի եթերում Armenian Evening հաղորդաշարն է։ Արդեն երկար ժամանակ 5 շաբթի երեկոյան ժամը 22:30 մենք միասին հանդիպում ենք, իհարկե մեզ հյուր են գալի ճանաչված, սիրված մարդիկ, հաճելի հարցազրույց Armenian Evening հայկական երեկո MJ հեռուստաընկերության ուղիղ եթերում, այնպես որ ինչ եք անում դուք այս պայն դիտում եք մեզ, ինչ ենք անում մենք ոնց որ ասած սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պայն սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, եթե դուք կամ ձեր շրջապատում կան մարդիկ, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն եւ ցանկանում են ձերբազատվել, 911 Detox Center այն կազմակերպություն է, որը կօգնի ձեզ այդ հարցում։ Շատ երկար տարիներ արդեն պրոֆեսիոնալ գործունեություն ծավալող այս ընկերությունը շատ մարդկանց օգնել է վերադարձրել լիարժեք կյանքի, այնպես որ եթե կա նման խնդիր, 911 Detox Center-ը այդ խնդիրը լուծում է։ Հեռախոսահամարն է 409 900 Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, այս չքնաղ հրաշալի վայրում գտնվող հյուրանոցային համալիրը առաջին հերթին պարզապես հյուրանոցային համալիր չէ, սա առողջարան է, որովհետև այստեղ գալիս եք, անցկացնում եք հանգստյան օրեր եւ օգտվում եք լողավազաններից տաք հանքային ջրով։ Եվ ուզում եմ ասել, որ նաև մոտակայքում նաև գտնվում են խաղատներ, այնպես որ դա նույնպես շատ իհարկե մոտիվացնում է, որպեսզի գաք այստեղ լավ լիարժեք ժամանակ անցկացնեք, բայց ամենակարևորը տաք հանքային ջրով լողավազաններ։ Իհարկե առողջարար, այնպես որ ինչ է հարկավոր, եթե հանգստյան օրեր են սպասվում, պարզապես զանգել, ամրագրել, գնալ եւ վայելել։ Lido Palms Resort and Spa հեռախոսահամարն է 760 329 60 33։ Եվ այսօրվա նորությունները շատ տարակ ընդգրկեմ եւ այնուհետեւ սիրով ներկայացնեմ մեր հյուրին։ Ստոկհոլմի արվարձաններից մեկի բնակիչը դուրս է եկել այգի հողից ворթեր հանելու։ Եվ դրա փոխարեն հայտնաբերել է մի գանձ, որը կարող է վերաշարադրել շվեդական պատմության մի հատված։ Իդեպ գանձը հայտնաբերելուց հետո այդ մարդը ասել է. «Գանձը ես չգիտեմ, իմ ворթերին տվեք, ես գնամ»։ Աշխարհում կանայք տղամարդկանցից մինիմում մոտ 5 տարով ավելի երկար են ապրում։ Իդեպ այս նորությունը լսելուց հետո 30 տարուց ավել ամուսնացած կանայք հայտարարեցին. «Վայ էդ ապրելուն»։ Սիրելի հեռուստադիտողներ, ընդամենը մի քանի վայրկյանից կվերադառնանք եւ սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, այսօր Armenian Evening նախագծի հյուրն է սիրված երգիչ Մարգար Եղիազարյանը։ Մարգար ջան, բարի երեկո։ Բարև Արմեն ջան։ Շատ ուրախ եմ քեզ կրկին տեսնել մեր եթերում։ Սիրելի հեռուստադիտողներ, Մարգարի հետ մենք հանդիպել ենք արդեն իհարկե մեր եթերում։ Մոտավոր դա ձմռանն էր, եթե ես չեմ սխալվում, արդեն համարյա 1 տարի։ Եվ իհարկե մեր հյուրերի հետ, մեր շատ լավ ընկերների մենք պայմանավորվում ենք, որ եթե կա ինչ-որ նորություն,
Ապա այն պայման մենք միասին էլի պետք է հանդիպենք եւ ես մեծ ուրախությամբ ուզում եմ ասել, որ ընդամենը մի քանի օր առաջ Մարգարը ներկայացրեց մի հրաշալի երգ, դա երգը պոպուրի է իհարկե, եւ այսօր իհարկե որոշակի առումով մեր պրեմիերա կլինի մեր եթերում, բայց Մարգար ջան, ես ուզում եմ մի քիչ ավելի զրուցենք այդ գաղափարի մասին, հենց պոպուրի, ինչ երգեր են եւ մի քիչ ավելի խոսենք այդ ամենի մասին։ Եվ իհարկե շնորհավորեմ քեզ եւ շնորհավորեմ մեր հեռուստադիտողներին, մեր լսարանին, որովհետեւ երգերը, որոնք ընդգրկված են այդ պոպուրիում, իհարկե սիրված են երկար տարիներ շատ բոլորի կողմից։ Համդեպս իմ որ հաստատ։ Այո, ճիշտ ասեցիր, հենց այդ նպատակով էլ շեշտը դրվեց այդ սիրված երգերի ընտրանի վրա։ Պահանջարկը կար, մարդիկ ցանկանում էին դա լսեն եւ տենց ընկերներիս հետ քննարկելով հասկացանք, որ կարելի է ոչ թե առանձին անել այդ երգերը, այլ կպցնել իրար եւ դարձնել պապուրի ու կարծում եմ լավ է ստացվել։ Մարգար ջան, իհարկե որոշակի առումով հաշվառնելով որ պոպուրին ինքը 10 րոպեանոց արդեն տեսահոլովակ է, մենք տեխնիկապես իհարկե հնարավորություն չունենք այդ ամենը դիտելու, մենք իհարկե կլսենք որոշ մեկ հատված եւ մեր հեռուստադիտողներին կասենք թե ինչպես դիտեն այդ տեսահոլովակը, ինչ երգեր են ընդգրկվել պոպուրիում։ Ուրեմն պոպուրիում ընդգրկված են սիրված երգեր, շողոտ, սիրո համար, ջանայգեպան, դու շորորա, ժողովրդին հայտնի Արարատյան դաշտ, բայց իրականում այդ երգի վերնագիրը Գարունն է ժպտում։ Իսկ իսկ ինչու Արարատյան, ասենք երևի երկի բառեց այդ կրկներքը Արարատյան դաշտ ժողովրդի ականջին ոնց որ նստել է։ Մեկը մյուսից լավ երգեր Մարգար ջան, ես ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել, որ այդ հինը պահում եք եւ այսօր իհարկե որովհետեւ գաղտնիք չէ, որ այն մեր հին երգերը իհարկե անհամեմատ են, միշտ կան, հավերժ, այո։ Եվ այսօր իհարկե դու շատ ճիշտ ասեցիր, դրա պահանջարկը կա։ Իդեպ իսկ ոնց ստացվեց, այսինքն որքան ժամանակ տևեց, մի քիչ պատմի իհարկե տեսահոլովակի մասին, եթե չեմ սխալվում, ինքը որպես պոպուրին կոչվում է հայերով։ Եվ մի քիչ պատմի առասարակ տեսահոլովակի մասին, ով է նկարել եւ գործիքավորում եւ մի խոսքով։ Տեսահոլովակը նկարել է Արտուրը Մարտիրոսյան, իմ լավ ընկերը, ողջունում եմ իրեն, շնորհակալություն եմ ասում։ Միտքը իմ ընկերոջինն էր, իդեան, հովոյինը, մեր հովոյինը, նորից հովոյին։ Որոշեցինք, որ նախ երգերը այնպիսի երգեր էր, որ ես չէի կարող Լոս Անջելեսում երգերին համահունչ տեսարաններ ցուցադրել։ Արարատյան դաշտ, որ ժողովուրդը սովորա պետքա տեսնի խոր վիրապ, Մասիսար, Որոշեցինք, որ մեր հայերին, մեր հայտնի, սիրված արվեստագետներին, գործարարներին, որ հայրենիքի համար մեծ բան են արել տարիներով, որոշեցինք դրանից ոնց որ այն կողմ լավ հայրենիք չի լինում, էլի ոնց որ կենթանի հայրենիք, որոշեցինք ընդգրկենք այդ մարդկանց, դու էլ պետք է լինեիր, ներողամիտ եղի, Մարգար ջան, եղավ իհարկե, ես շատ շնորհակալ եմ, բայց դե գիտես, որ այդ նկարանման ժամանակ այստեղ չէի, Միացյալ Նահանգներում չէի եւ չկարողացա ներկա լինել, բայց այնուամենայնիվ շատ հաջողված տեսահոլովակ է, որովհետեւ հետաքրքիր իհարկե եւ մեր հեռուստադիտողները իհարկե կդիտեն կհամոզվեն այդ ամենում ինքը բաղկացած է ոնց որ երկում որովհետեւ դու այնտեղ երաժշտական հակ նվագախմբի հետ միասին եւ դա որը նաեւ իհարկե այդ քո ասած ճանաչված հայեր են նույնպես մեջը ես պարզապես մտածում եմ եթե դու իրոք փորձեիր համենայն դեպս բոլոր, հա, չէ՞ որովհետև ոնց ասում ենք բոլոր ճանաչված հայերը իմաստեղ են, եւ որ այդ մի տեսահոլովակը կարող է չերի կերելի։ Շատ, բայց շատ շատերին պետքա նկարենք, ցավոք սրտի, քեզանից սկսած Արմեն ջան, չստացվեց, որոշները քաղաքում չեն։ Դե տեխնիկական է, դե հասկանալ է։ Բայց կարծում եմ, որ ստացվել է, մի փոքր Հայաստան ենք ստացել օվկիանոսից այս կողմ։ Այո, ես դրա լիարժեք ես այդ համամիտ եմ, որովհետև
իրոք շատ հրաշալի է երգել եւ գործիքարուն եւ քո երգելի իհարկե եւ բնականաբար երգերը, որոնք անմա երգեր են։ Իդեպ Մարգար ջան, ես նկատել եմ, որ շատ հաճախ այս վերջին շրջանում շատ է անդրադարձ կատարվում մեր այդ հին երգերին, հա, դա ինչից է, այսինքն նոր երգ չի ստեղծվում, թե այնուամենայնիվ նոր այդքան չի սիրվում, որովհետև հիմա գիտես, ես օրինակ նկատել եմ վերջին շրջանում, որ շատ բենդեր են ստեղծվում, հա, խմբեր են ինչ որ ստեղծվում, եւ իրենք այդ հին հայկական երգերը վերց է գործիքավորում եւ այդպես պոպուլիներ են անում, հա, այս տիպի։ Ինչից է դա, որ հենց հինն են անում, ոչ թե ինչ որ նոր ստեղծում են կամ գիտես, լավ գոնե մի քիչ թարմ երգեր, այդ թարմերն չեն, այդ հին երգեր էլի մեր սովետական հայկականները։ Արմեն ջան, չեմ ուզում թերագնահատեմ մեր նոր ժամանակակից ստեղծագործողներին, բայց բառ ապացույց, որ քիչ է։ Այսօր հիշվող, մնայուն երգեր քիչ են ստեղծվում։ Ստեղծվում են, չեմ կարող ասել, որ չեն ստեղծվում, բայց մեծ մասը թիթեռնիկի կյանք ունեցող երգեր են։ Հարսի շորը ջերմակ քողը, աստղերը երազում են մեր սիրո մասին։ Ես քեզ սիրեցի, դու թողեցիր գնացի։ Ու վերջ։ Ասենք երկու անգամ լսում ես, ոչ երգի սկիզբն ես հասկանում, ոչ մեջտեղը, ոչ վերջը, ու տենց դրա համար գնում են նորից ետ, փնտրում են մեր լավ երգերը մնայուն ու մի քիչ ձևափոխում են, ոչ կմախքին ձեռ չեն տալի, ոչ լիարժեք քանդում են երգը։ Ձևափոխում են ժամանակակից գործիքավորում են, երգում են, որովհետև չկա, եթե լինի կերգեն, կա, բայց շատ քիչ է։ Հա, բայց տես, ես քեզ հետ համամիտ եմ, բայց հիմա հիմնական երգերը, հա, որոնք այսպես ասացիր թիթեռնիկի, շատ ես քեզ համամիտ եմ, բայց հիմնականում անգամ երգերը, որոնք ստեղծվում են, իրենք նման են իրար, հա։ Այսինքն նույն 6-8-ը, էլի լավ 6-8-ը, հիմա տես, դու համենայն դեպս այն երգերը, որոնք գրկված են քո տեսահոլովակում, քո այս պոպուրի մեջ, իրանք հա էլի այդ 6-8-ն են։ Բայց այդ այսինքն ինչու՞ն է հարցը, այսինքն մենք այն ժամանակ էլ ենք ունեցել 6-8, բայց ունեցել ենք հայկական էստրադա։ Իհարկե։ Որը համարժեք իհարկե, այսինքն մարդիկ հայկական էստրադան լսել են հեռուստատեսությամբ եւ իհարկե առիթներին բան, բաց այդ հայկական էստրադից այդ մեր լավ երգերն են երգել։ Այնչու այդ հայկական էստրադա հիմա չի գրվում։ Չգիտեմ, ես էլ չգիտեմ, այո, որովհետև տես, ես վերջերս մի տեղ օրինակ բերեցի, այսինքն երևալու համար, եթեր դուրս գալու ճանաչված լինելու համար անպայման չի այդ 6-8-ը, ես կարող եմ դա օրինակը բերել, հիշում ես մեր շատ սիրելի Սիլվա Հակոբյանի երգը առաջին, հիշում ես, որ ինքը գիշեր է, հա ինքը դրա, այսինքն գիշեր է, որը բացարձակ, հա, ոչ ինչ-որ 6-8 էր, բայց դրանով ինքը արդեն դարձավ, այսպես մտավ ասպարես։ Ես գիտեմ ինչից է։ Ինչից։ Որովհետև այն ժամանակ մեր մեծերը, որ ստեղծագործել են, շեշտը չեն դրել կոմերցիայի վրա։ Այսօր նստում մտածում են, ինչ գրենք, որ Քավորի մասին լինի, Ազատ Բաշու մասին լինի, որ մեզ կանչեն հարսանիք, մենք գնանք փող աշխատենք, հա, էլի փող աշխատենք, ժողովուրդ ջան, ես էլ եմ հարսանիքում երգում, Արմեն ջան, բայց պետք չէ էլի տենց պատվերով, չգիտեմ, նստել մտածել ինչ անել, որ փող աշխատենք։ Դրա համար, որ շեշտը դրվում է կոմերցիայի վրա, այդտեղ չկա արվեստ արդեն։ Հա, ես քեզ հետ այդ շատ ճիշտ ես քեզ հետ Լեոն համամիտ եմ, որովհետև իրոք մի 80 հատ այո Ազատ Բաշու երգել Քավորների հիմա մի 60 հատ Քավոր աղջիկ հասկացանք տղա չգիտեմ այո իսկ այդտեղ փաստորեն տես յասամանի ծառի տակ եկ նստենք սիրով, հա, հետ ուրախ բարենք, շողոտ, այսինքն բացարձակ ոչ մի կոմերցիա չկա, եթե կոմերցիա լիներ, եթե մեր օրերում գրվեր յասամանի ծառի տակ, երևի կգրվեր յասամանի ծառի տակ, եկ նստենք Քավորը, փեսեն աներ ծակը, բաշին, որ կոմերցիա լիներ։ Շատ լավ։ Գիտես, հետո դրա հետ մեկտեղ այսօր իհարկե շատ հեշտ է, դե առաջ ոնց էր, այսինքն տվյալ պարագայում շատ ասպարեզ դուրս գալ պետք էր, ինչ-որ շատ ճանապարհ անցնել եւ այլ, այսօր ինչ-որ տարբեր սոցհարթակներում, ինչ-որ հավելվածներով, նաեւ մարդով ընդհանրապես ձայն չունի, ինքը կարող հավելվածով դառնա սուպեր երգիչ եւ դառնա ճանաչված։
Դա էլ չկարծում եմ ոնց է դրան վերաբերում։ Դա կարծում եմ այդքան էլ ճիշտ չի, էլի։ Դե մեր ժամանակներում այտենց է Արմեն ջան, ոչ մի բան չի վերահսկվում, ով ինչ ուզում նկարում է դնում է YouTube, սոցցանցեր, ով ինչ ուզում։ Հա, բայց Մարգար ջան, լավ, ես հասկանում եմ մարդը լավ երգում է ինքը, գոնե երգում է, բայց ինչ որ հավելվածներ են օրենքավ աչքովս, որ ինքը Ղարղարձեն, ոնց որ ես երգեմ, ես վատ եմ երգում, շատ վատ երգեմ, բայց ինձ դարձնի սարքումա ու դրանով դու կարող ես գնաս ելույթներ ունենաս, չգիտեմ, իմ կարծիքով այդքան էլ դա ճիշտ չի, որովհետև իրոք ոնց որ այն երգիչը, որ ունի լավ հզոր ձայն, կասի լավ ինչ։ Դե խափում են ժողովրդին, ժողովուրդն էլ այդ տեխնիկական մասից տեղյակ չի ինչա կատարվում ու չիմանալով խափվում է։ Ցավոք սրտի։ Կներեք ժողովուրդ ջան։ Չէ, մենք խոսում ենք իհարկե մենք սա մերն է, դրա համար մենք ոչ թե ինչ որ խոսում ենք քննադատորեն այլ եւ այլ պարզապես ուզում ենք մեր մտորումներն, սա մտորումներն է, որովհետեւ ուզում ենք լավ լինի, ուզում ենք իրոք լավը, ուզում ենք տարբերվող լինի մեր երգերը, հիշվող լինի։ Ես էլ եմ ասում, շնորհակալություն եմ հայտնում Մարգար ջան քեզ, մեր բոլոր այլ երգիչներին, որ այն հինը պահում են անպայման, որովհետև դա կարծում շատ կարևոր է։ Հետո չվախենանք քննադատելուց։ Քննադատելուց վախենում ենք, դրա համար դաշտը չի մաքրվում։ Համամիտ եմ։ Ով ինչ ուզում անում Արամ ջան։ Համամիտ եմ։ Վատնա։ Ամենամեծ գնահատական տվողը ժողովուրդն է։ Եթե այդ երգը սիրեց, սիրվելու է։ Ես քեզ հետ համոզում եմ, բայց դրա հետ մեկտեղ էլ գիտես ինչ, երբեմն ուղակի ինչ որ չափ կա, գծեր կա, կարող որ պետք չի անցնել, այսինքն եթե իրոք սիրում են, ինքրանք կսիրեն։ Բայց եթե չեն սիրում, իրանք պարզապես չեն լսի։ Դա է ամենավատ գնահատական արտիստի համար, երբ երգը կամ ինչ որ մի իր գործը արածը պահանջված չէ, այսինքն պահանջարկ չի ունենում, դա ամենավատն է, բայց դրա հետ մեկտեղ չի կարելի անձնական դաշտ գնալ, որովհետև հաճախակի եթե ինչ որ վատն է, մեկ էլ նո սոցցանցերում, չգիտես ինչեր ես լսում այդ երգի վրով կամ այդ երգչի վրով, որը ընդունելի չի կարելի այդպեսի։ Պարզապես հա, կարելի է պարզապես լռել եւ չլսել այդ երգը։ Էլ եմ ասում, դա ավելի այսպես լավ վատ է, այսինքն արտադառնում արտիստի վրա, քան ինչ որ նմանատիպ վատ կոմենտներ։ Համամիտ եմ։ Մարգար ջան, լավ, օրինակ երգիչ դու, իսկ եթե երգիչ չդառներ, ինչ մասնագիտություն դու ունեք ձեռք բերի, ինձ հետաքրքիր շատ։ Շատ եմ սիրել փոքրուց աշխարհագրություն։ Աշխարհագրություն։ Շատ եմ սիրել, հա։ Հետաքրքիր է։ Երևի այդ ուղղվածությամբ աշխարհագրգնայի, հա։ Փաստաբան կամ սիրում եմ փաստաբաները։ Փաստաբան դե գոնե հա ինչ որ հասկանալի է, դե մենք օրենքների հետ կապված ինչ որ բաներ սիրում եմ։ Աշխարհագրությունը, բայց հետաքրքիր տարբեր են, հա։ Հա։ Իսկ հիմա էլի այսպես հետաքրքրում ես աշխարհագրությամբ։ Շատ լավ տեղյակ եմ, ես ասենք, եթե ինձ ինչ որ մի հատ հասցե է պետք, ես կարամ մապի վրա, մեր որ օգտվում ենք, չէ՞, Google մապի վրա, ասենք գնամ իջնեմ San Diego, փողոցը գտնեմ, իջնեմ այդ խանութը գտնեմ, օրինակ։ Այդպես լավ թիրապետում եմ։ Չէ, բայց լավ կներ որ ասի, ես առանց Google Map-ի առանց Google Map-ի եմ քշում։ Անգիր գիտեմ ֆրիվեները բոլոր լավ տեղյակ եմ։ Իսկ առասարակ ասացիր աշխարհագրությամբ, իրոք որ օրինակ մի անգամ ինչ որ միտեղ գնաս, հետո կհիշես, թե հետո ես օրինակ երևի 10 անգամ պետք է գնամ, որ նոր կարողանամ հիշել։ Ռուսական բառով ասեմ, Մարինցիրս շատ լավ է։ Արենցերը շատ լավ է, դա կարծում շատ կա։ East, West, South, North, լավ, ֆրիվեներով, փողոցներով մանրակրկիտ գիտեմ։ Այդ է շատ լավ, որովհետև ինձանից դա շատ հեռու է։ Մի ընկեր ունեմ, դա 4 տարի է արդեն ստեղ եմ ապրում, 4 տարվա մեջ երևի 4000 անգամ մեր տուն եկած։ 4000 անգամ կորել է։ Էլի նավիգեյշնով է։ Ու մեր կողքի փողոցում ապրում եմ։ Նու դա ծայրահեղությունն է։ Իդեպ ասիր 4 տարի հա այդ զուգահեռը անցկացնենք, որովհետև ես եւ դու մենք 4 տարի այստեղ ենք արդեն Միացյալ Նահանգներում եւ ոնց է այս 4 տարին արդեն նու իհարկե որոշ առումով քիչ հա որոշ մարդ,
որոշ առումով դե արդեն ժամանակ, այսինքն այսպես ինտեգրվել ես, այսինքն ավելի ոնց է, թե հələ դեռ դժվար է, թե արդեն սովորել ես, այսպես ասած։ Ինձ այդ հարցը շատ եմ տալիս, Արոն ջան։ Ես քանի որ 12 թվից գնաց եկել եմ, ճիշտ է, այդ ուրիշ բան է, եթե դու չես ապրում ստեղ։ Բայց արդեն ես գիտեի ուր եմ գալիս։ Դժվարությունները արդեն տարական բանից ավտո վարելուց սկսած, ես ասենք 13 թվին արդեն լայսենս էի հանել։ Վարորդական իրավունք ունեի, քշում էի այդ ժամանակվանից։ Կիսա ադապտացված, սենց ասեմ, եկել եմ։ Դե արդեն հա։ Դե ամենայն դեպս կարևոր է, որովհետև դու այստեղ զբաղվում ես քո սիրած աշխատանքով, երգում ես տարբեր միջոցառումներին, կա ինչ-որ միտեղ, որ կոնկրետ, թե տարբեր պարզապես միջոցառումներ։ Իդեպ Մարգար ջան, դե իհարկե Հայաստանում շատ բնականաբար երգել ես այստեղ, մեր հանդիսատեսը կարելի ասել։ Մի քիչ կա տարբերվում է այնուամենայնիվ, թե այստեղ ոնց է, ավելի պահանջկոտ է այստեղ, թե հայրենիքում են ավելի պահանջկոտ, թե գուցե ավելի կարոտած են այստեղ, այնտեղ ոչ առումով մի քիչ շատ է դա ամենը։ Այստեղ լսարանը ավելի ոնց ասեմ, բազմատեսակ է։ Քանի որ ամբողջ աշխարհից եկած հայեր կան այստեղ, օրինակ Բեյրութահայերը ուրիշ երգեր են սիրում, պարսկահայերը ուրիշ, Հայաստանից եկածները ուրիշ երգեր են սիրում, նայած դու որ շուկայի համար ես աշխատում, այդ առումով Հայաստանի հետ կապված տարբեր է։ Այս վերջի տարիներին, բայց շատ շնորհակալություն էլի այն վաղուցվա եկած երաժիշտներին, իրանք էլ շատ մեծ գործ են արել այստեղ, բայց այս վերջի տարիներին Հայաստանից, Երևանից եկած նոր շունչ եմ տեսնում։ Նոր շունչ, նոր երաժշտություն են նվագում, նոր երգեր, թեկուզ այդ մեր հին երգերը ռետրո ավելի շատ է սկսել հնչել, որը որ ողջունելի է։ Իհարկե, միանշանակ համամիտ եմ։ Դե Մարգար ջան, մենք իհարկե դեռ կանրադառնանք, թե ինչ նախագծեր են սպասվում, դու անպայման իհարկե կասես, դե բնականաբար օպերին մենք առանձին կանրադառնանք իհարկե քիչ ուշ, բայց հիմա կցանկանամ, որպեսզի անցնենք մեր հաղորդման երկրորդ էջին։ Սիրով։ Մեր հաղորդման երկրորդ էջին, դե մենք արդեն միենք անգամ արդեն իդեպ հաղթեցիր, թե չէ մեր այդ խաղում։ Ես չեմ հիշում, ես էլ չեմ հիշում։ Հաղթելը չեմ հիշում, բայց լավ ուրախացա։ Այո, դե հիմա էլ ենք ուրախանալու, որովհետև Սիրելի հեռուստադիտողներ, իհարկե մեր ծրագրի ֆորմատով, մեր երկրորդ էջում, մեր հյուրերի հետ, տվյալ պարագայում երգիչ-երգչիների, լսում ենք իհարկե տարբեր երգերի հատվածներ, երգը ընդհատվում է, ես 4 տարբերակ ասում եմ, որից մեկը ճիշտ է, 3-ը սխալ։ Եվ հիմա մեր շատ սիրելի Մարգար հետ միասին մենք նույնպես այդ խաղը կանցկացնենք եւ կփորձենք հաղթել ամենը։ Սովորությունս լարեմ։ Այո, հա, իդեպ դու գրում ես, այդ չեմ հիշում, հարցրել էի, թե չէ քո դու ինքդ գրում ես երգեր։ Ես պատանեկան տարիներին գրել եմ, երգել եմ, հա, երգեր գրել եմ ու երգել եմ իմ երգերը։ Հետո պես ստացվեց, ճիշտ ասած, այդ թելը կտրվեց։ Բայց ինչի՞։ Մուսայի։ Ժամանակ, թե այնուամենայնիվ ինչ որ միջավայր է պետք Մուսայի համար։ Ճիշտն ասած, ես զայրացա եւ իմ այդ տետերը այրեցի։ Չա։ Եթե իհարկե գաղտնիք չէ զայրանալու պատճառը, եթե գաղտնիք չէ, եթե գաղտնիք է Չակերտները չբացեն։ Շատ լավ, մատը ջղայնացավ երկերի վրա, ջղայնացավ։ Բայց շատ լավ բաներ է գրել։ Դե համենայն դեպս, բայց կարծում եմ, որ արդեն զայրույթը անցել է եւ գուցե պետք է վերադառնալ։ Որ ուզենամ կգրեմ։ Հա։ Անգամ գրել էի Արագածի եւ Մասիսի զրույցը իրար հետ։ Երկար մի խոսքով։ Շատ լավ, ես մի քիչ ափսոսեցի իհարկե, որ այսօր չկա, բայց դե կարող ես վերհիշել։ Բայց այդ տետրը ստեղ է։ Էդ եմ ասում, տետրը կա, դրա համար կարծում եմ անպայման մեր հաջորդ հանդիպման ընթացքում մենք այդ արդեն տետրից որոշ ստեղծագործություններ կունենանք արդեն պրեմիերա եւ միասին իհարկե կլսենք։ Դե հիմա Մարգար ջան, պատրաստ ենք։ Պատրաստ։
Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, Մարգար Եղիազարյանից սկսում ենք մեր փոքրիկ խաղը, իհարկե դուք նույնպես ակտիվորեն մասնակցում եք, փորձում եք գուշակել եւ միասին հիմա լսենք առաջին երգի հատվածը։ Խնդրեմ։ Ինչ որ մեկին նա տեսնում է, ինչ որ անում է, ուզում տա եւ ուշադրություն դարձի եւ վերջում այդ օրվանից էլ չունեմ ոչ քուն ոչ հանգիստ։ Առաջի տարբերակը քո կախարդական հայացքը գերել է ինձ։ Դες ես ասացի հայացքը ոչ թե փայտիկ։ Կախարդական դա մտքս է ուղղակի այդ օրվանից էլ չունեմ ոչ քուն ոչ հանգիստ, քո կախարդական փայտիկը գերել։ Այդ երկու տարբերակ։ Չէ, հայացնա, փայտիկ չկա։ Փայտիկ ուղղակի նոր մտքովս անցավ։ Երկրորդ տարբերակը։ Այդ օրվանից էլ չունեմ ոչ քուն ոչ հանգիստ, կրակոտ աչքերը դուր են գալիս ինձ։ Կրակոտ աչքերը։ Երրորդը, այդ օրվանից էլ չունեմ ոչ քուն ոչ հանգիստ, աչքի ժամանակն է մենք գումար ենք նիստ։ Առաջի տարբերակը։ Չէ, հələ չորրորդն է։ Օ, չորրորդն է, հա։ Այդ օրվանից էլ չունեմ ոչ քուն ոչ հանգիստ, առանց քեզ էլ չեմ կարող, այ դու պարազիտ։ Այս ճճուների մասին, հա, ворթերի, դե ворթեր այսօր խոսեցինք, պարազիտ կա, չէ՞, ворթ պարազիտ։ Այսօր ով ինչ ուզում գրում է, Այո, պարազիտ է։ Ես կարող եմ մի քիչ պրոֆեսիոնալ տեսանկյունից նայեմ։ Այսինքն քո կախարդական հայացքը գերել է ինձ, կրակոտ աչքերը դուր են գալիս ինձ, աչքի ժամանակն մենք գումար ենք նիստ, առանց քեզ էլ չեմ կարող, այ դու պարազիտ, նիգադյայ։ Առաջին տարբերակը։ Քո կախարդական հայացքը։ Իսկ նիստը ոչ։ Չեմ կարծում, չէ։ Չես կարծում, բարձում։ Պարազիտը չենք խոսում։ Նիստը կարող է ուրիշ տեղ օգտագործենք այսօր։ Այո։ Կախարդական փայտիկի հետ։ Նիստը թող մնա։ Վերջում է այ դու պարազիտ։ Հələ նիստը թող մնա։ Այո։ Բայց առաջի տարբերակը։ Այդ օրվանից էլ չունեմ ոչ քուն ոչ հանգիստ, քո կախարդական հայացքը գերել է ինձ։ Այս տարբերակը ընտրեց Մարգարը։ Մենք լսենք ճիշտ տարբերակը, Մարգար ջան, եւ անցնենք երկրորդ երգի հատվածին։ Խնդրեմ։ Կրակոտ աչքերը դուր են գալիս ինձ այս տարբերակը։ Կարևորը ուրախ է անցնել։ Այո, նորմալ է, կա, գիտես, որ սա Ես չեմ եկել հաղթեմ։ միանշանակ։ Ես եկել եմ ընկերոջս հետ հանդիպել, լավ զրույց ունենամ։ Վերջացավ, այո։ Դե այդ օրը երկու տարբերակ ունենք, մենք հենց ունենք շատ լայն հնարավորություն ունենք հաղթելու։ Եվ առայժմ պարտվում ենք 1-0 Մարգար հետ միասին եւ հիմա խնդրեմ։ Ամեն ինչ արեցի, որ այդ պարտվել հաղթել է չլինի, էլի ասում։ Մենք 0-1 է պարզապես հաշիվը, բայց ես նրան եմ գալի, որ մենք պետք է հաղթենք, էլի։ Խնդրեմ երկրորդ երգի հատվածը։ Մանր գիշերները տունարի, շատ հետաքրքիր դες բառերը, մանր գիշերները տունարի։ Այս տղեն ինչ այդ երգի, այսինքն ինչ է մտածում դրա մասին, մանարի, հետո գիշերները տունարի։ Որ մանարի փողը բեր ինձ տուր էլի։ Մոտավորապես Կես գիշերին երգ կա, չէ՞։ Ասում է Կես գիշերին ես ու յարս միասին։ Այդ ասում մանես գալի ցավը տանեմ մանարի։ Ում հետ կուզես, որտեղ կուզես։ Հիմա դրա տարբերակն է։ Այս երգերը որտեղից է ջարում։ Այս մեր համար է հատուկ գրվում, օրվան համար։ Գիշերները տունարի, արի գրկեմ ու սիրեմ, առաջի տարբերակը։ Գիշերները տունարի, արի գրկեմ ու սիրեմ։ Արի գրկեմ ու սիրեմ։ Գիշերները տունարի, հաց տուր սոված սատկում եմ։
Որտե՞ղ եկել է սոված գործից, այնեք մանր դուրսերը մանա գալարի աստուրան։ Գիշերները տունարի արի կարոտը սառնեմ, եւ չորրորդը գիշերները տունարի առավոտ էլի գնա։ Ստաբերին շատ է դուր գալի առավոտ։ Մի րոպե, պաուզան որտեղից է մանար։ Նրի գիշերները տունարի արի գրկեմ ու սիրեմ, հաց դուրս սոված սատկում եմ, հետո արի կարոտը սառնեմ, արի կարոտը առավոտ էլի գնա։ Ոնց որ արի կարոտը սառնեմ։ Արի կարոտը սառնեմ, իսկ առավոտ էլի գնա չեմ, գիշերները տունարի առավոտ էլի գնա։ Տուն, բայց տուն։ Արի կարոտը տուն գնա։ Տուն գնա որ մարդ։ Իսկ ինչ անում առողջ տղամարդ առաջան զարթնում որ գնա տուն։ Ինքն էլ տուն գնալու աղջիկ է, տուն տանելու։ Տուն տանելու աղջիկ է։ Արի կարոտը սառնում, հա ոնց է։ Գիշերները տունարի արի կարոտը սառնեմ, այս տարբերակ ընտրեց Մարգարը, ճիշտ է դա թե ոչ մենք հիմա լսենք եւ անցնենք երրորդ վերջին երգի հատվածին, խնդրեմ։ Ջան, արի կարոտը սառնեմ, մեկ տեսա՞ր։ Ուսած որ գալիս է։ Ես էդ էի ասում, ես թե չէ, դենգել ենք, այդ պարազիտան դե համը հանեցել։ Չէ, բարի բունի մասը պարազիտ էր, ոնց որ չէ կար, ինքը սկզբից էլ կար։ Պարազիտը։ Այդ պարազիտների մասին ինչ-որ բան ասած։ Եվ այսպես վերջին երրորդ եզրափակիչ երգի հատվածն ենք միասին լսում, սիրելի հեռուստադիտողներ Մարգարետ միասին եւ փորձում ենք գուշակել ճիշտ տարբերակը, խնդրեմ։ Շատ են երեսիդ կասեմ լավն էլի, կասեմը մի քիչ ավելորդ էր ուղղակի, ուրեմն ինքը ասում է, եթե սիրո խոսքերով չգաս, շատ ուշ է արդեն երեսիդ կասեմ, էլ ես չեմ ուզում քեզ նորից սիրեմ, առաջին տարբերակը, շատ ուշ է արդեն երեսիդ կասեմ, իմ վերքը խորն է, դժվար թե ներեմ, երկուս, շատ ուշ է արդեն երեսիդ կասեմ, ասելուց հետո մի բան էլ կանեմ, երրորդ տարբերակը, եւ չորրորդը շատ ուշ է արդեն երեսիդ կասեմ, պետք լինի նաեւ կնգատ էլ կասեմ։ Լավն է։ Լավն է, չէ՞։ Այստես ինքը ավելի տենց ժարգոն է կնգատ էլ կասեմ, ոչ թե կնոջ տել կասեմ, էլի, որտեվ եթե այս տիպի պետք է իհարկե ուշ արդեն երեսիդ կասեմ, պետք է նաեւ կնոջ տել կասեմ, պետք է ավելի գրագետ ասել կնոջը։ Հերվից գալ։ Էլ ես չեմ ուզում քեզ նորից սիրեմ մեկ, իմ վերքը խորն է դժվար թե ներեմ, ասելուց հետո մի բան էլ կանեմ, պետք լինի նաև կնգատել կասեմ։ Առաջի տարբերակը։ Էլ ես չեմ ուզում քեզ նորից սիրեմ։ Հա։ Այո։ Իսկ վերքը խորն է դժվար թե ներեմ։ Այդ էլ կարա լինի, ամեն ինչ կարա լինի։ Այդ կնոջն էլ կարա ասի, խորն էլ կարա վերքը։ Բոլորն էլ կլինի էս մեր օրերում։ Այո։ Ամեն ինչ Իմ վերքը խորն է։ Ինչ վերքը խորը։ Երեսիդ կասեմ, իմ վերքը խորն է, չէ։ Շատ ուշ արդեն երեսիդ կասեմ, էլ ես չեմ ուզում քեզ նորից սիրեմ, հա, տենց։ Հա, արմ ջան։ Իսկ կարող է վերքը խորն է։ Ես չգիտեմ, ես ճիշտ ասած չգիտեմ ճիշտ տարբերակը, լինեմ անկեղծ։ Դե ասելուց հետո մի բան էլ կանեմ, չէ, որովհետև ասելուց չեն անում, մի անգամից են անում, ոչ թե ասում են։ Դե կնոջը բնականաբար չի ասի, որովհետև եթե կնոջը ասի կզրկ Ճիշտ խոսքը հետևից են ասում։ Դե պետք լինի նաև կնոջ տել կասեմ, դե չէ, ինչ ասի դրա ինչա դրանով շահելու։ Այստեղ մնում է էլ չեմ ուզում քեզ նորից սիրեմ, իմ վերքը խորն է դժվար թե ներեմ։ Դժվար թե ներեմ։ Չէ, առաջի տարբերակը հանգերով ոնց որ
Շատուշ արդեն երեսիդ կասեմ, իմ վերքախորներ դժվար թեներ եմ։ Հայտ էլ կարա լինի, առաջինը որն էր։ Էլ ես չեմ ուզում քեզ նորից սիրեմ։ Հա, առաջինը։ Շատ ուշ է արդեն երեսիդ կասեմ, էլ ես չեմ ուզում քեզ նորից սիրեմ, այս տարբերակ ընտրեց Մարգարը, ճիշտ է դա թե ոչ մենք լսենք, որպեսզի անցնենք առաջ, խնդրեմ։ Հա, ոչինչ, լավ։ Ոչինչ, անցանք, մոռացանք։ Մեր վերքը խորն է, մենք մոռացանք դրա մասին։ Թողը տենց լինի, լավ, ափսոս, որ վերքը խորն է։ Վերքը խորն է, ոչինչ։ Ավելի կնոջ աս։ Իմ վերքը խորն է, կնոջդ էլ կասեմ, այդպես պետք է անել, որ գոնե երկու կանայք մի քիչ իրար ընդհանուր Մարգար ջան, հիմա խոսենք նախագծերի մասին։ Դե փաստորեն այս նոր երկը պոպուրին, այսա մի քիչ էլի կզրուցենք եւ կխնդրենք քեզ իհարկե մեկ հատված երկես, բայց բացի դրանից ինչ, ես գիտեմ, որ սպասում եմ հետաքրքիր նախագիծ, հա, խնդրում եմ դրա մասին պատմես եւ առասարակ ինչ նոր նախագծեր կան։ Նոր երկի վրա ենք աշխատում ընկերոջս հետ։ Էլի պոպուրիա, թե ինքը որպես առանձին երկ։ Ոչ, առանձին երկ, հա։ Ընկերոջս հետ Աբելի Գյուրեղյան, ողջունում եմ Աբելին, ընկերոջս հետ երկի վրա ենք աշխատում այս պահին, մոտ ապագայում կլինի այդ երգը արդեն։ Եկող ամսվա սկիզբ մեր հումորի վարպետ Աշոտ Ղազարյանի հետ մի լավ պրոյեկտ ունենք, որը պետք է իրականացնենք Բոստոնում։ Օ, շատ լավ, մեկնելու եք Բոստոնում։ Այո, ամսի 7-ին, նոյեմբերի 7-ին պետք է տեղի ունենա այդ համերգը։ Աշոտ Ղազարյանի փայլուն հումորով, ես իմ երգով, փորձել ենք մեր հայրենակիցներին լավ տրամադրություն հանձնել։ Շատ լավ, Մարգար ջան։ Մի խոսքով, այսպես բուրըն ակտիվություն, այսպես գործունեություն, դե իհարկե սպասում ենք, բնականաբար կսպասենք նոր երգեր, իհարկե նոր պրեմիերաների, որպեսզի անպայման կրկին առիթ լինի միասին հանդիպելու, չնայած մենք առանց առիթ ենք հանդիպում, բայց իհարկե որ լավ առիթներ լինի, լավ երգեր, բնականաբար իհարկե մեր հանդիսատեսը, մեր հայությունը իհարկե սպասում է լավ երգերին բնականաբար։ Եվ հիմա մեր հաղորդման ավարտին այ քեզ պետք է խնդրենք եւս անդրադառնանք, սիրելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ հիշենք նոր երգ Մարգար Եղիազարյանի կողմից պոպուրին եւ որը բաղկացած է 4 երգերից, արիմ եւս մեկ անգամ հիշենք 5 երգերից շողոտ Սիրո համար, Դու շորորա, Ջան Այգեպան եւ Արարատյան դաշտ։ Այ դեմ չես լինի, որպեսզի քեզ խնդրենք մեկ հատված այ վերջի Արարատյան դաշտից հատվածը երգես։ Ոնց կարամ մերժեմ, Շնորհակալ եմ։ Մի փոքրիկ հատված մենք կդիտենք, կլսենք, այսինքն սիրելի հեռուստադիտողներ, իսկ դուք անմիջապես հաղորդումից հետո իհարկե Մարգար Եղիազարյանի YouTube-յան էջում արդեն տեղադրված է տեսահոլովակ, ամբողջությամբ կարող եք դիտել մոտ 10 րոպե, մի հրաշալի երգերի հավաքածու, հրաշալի պոպուրի, մի մասը մենք հիմա միասին իհարկե կլսենք։ Մարգար ջան, դու խնդրում եմ պատրաստվես եւ մինչ Մարգարը պատրաստվում է, սիրելի հեռուստադիտողներ, ես եւս մեկ անգամ ուզում եմ նշել մեր նախագծի գործընկերներին, շնորհակալություն հայտնել աջակցության համար, Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, որ օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, օգնում է վերադարձնում լիարժեք կյանքի։ 911 Detox Center, հեռախոսահամարը 409 900911։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը ձեզ առաջարկում է հարմարավետ համարներ հանգստյան օրեր անցկացնելու համար եւ իհարկե լողավազաններ տաք հանքային ջրով։ Սա ոչ թե հյուրանոց է, այլ առողջարան։ Այնպես որ եկեք եւ վայելեք, հեռախոսահամարն է 760 329 6033։ Շնորհակալություն մեր գործընկերներին, Մարգար ջան, եւ մեր հաղորդման ավարտին իհարկե նախ ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել մեր այսօրվա հարցազրույցի համար։ Իրոք քեզ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հրաշալի երգի հավաքածուի համար, որը նվիրել ես մեր հեռուստադիտողներին, մեր հանդիսատեսին Մարգար ջան, եւ իհարկե բնականաբար քեզ կսպասենք նորանոր պրեմիերաներով, նորանոր երգերով։ Սիրով, ես նույնպես շնորհակալ եմ Արմեն ջան,
շատ լավ հաղորդում է, երկար ճանապարհ է մաղթում։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք կհանդիպենք իհարկե մեկ շաբաթ անց, բայց այս պահին միասին հենց հիմա AMJ հեռուստաընկերության ուղիղ եթերում վայելում ենք Մարգար Եղիազարյան պոպուլից մեկ հատված Արարատյան դաշտ։ Խնդրեմ։ Շոգարնան բույրն արևես, շոկամրան հուրն արևես, շեկաշտան հետ շողում ես իմ աշխար, մեզ համար դու միակն ես, մեր հոգու արեգակն ես, մեր սրտի վայր երազանմար, դու հայոց մեծ վրանն ես, մեր խաղավոր օրանն ես, մեր կյանքի դու կապույտ կամար, դու հայոց մեծ վրանն ես, մեր խաղավոր օրանն ես, մեր կյանքի դու կապույտ կամար, Արարատյան դաշտի շեգվազն է մեզ ժպտում, երկնքի լույս թևերն են մեզ գրկում, հայրենական հողի նոր երգն է մեր սրտում, դառնում կյանքի երջանկություն, Արարատյան դաշտի շեգվազն է մեզ ժպտում, երկնքի լույս թևերն են մեզ գրկում, հայրենական հողի նոր երգն է մեր սրտում, դառնում կյանքի երջանկություն, մեր կյանքի լույսն արատ է, մեր հոգու լույսն անմար է, մեր մասիս սեքսարի պես է կանգուն, արևի պես անմար է, դարերի պես անմահեք, մեր հպարտներ լեռնոտ երկրում, դու հայոց մեծ վրանն ես, մեր խաղավոր օրանն ես, մեր կյանքի դու կապույտ կամար, դու հայոց մեծ վրանն ես, մեր խաղավոր օրանն ես, մեր կյանքի դու կապույտ կամար, Արարատյան դաշտի շեգվազն է մեզ ժպտում, երկնքի լույս թևերն են մեզ գրկում, հայրենական հողի նոր երգն է մեր սրտում, դառնում կյանքի երջանկություն, Արարատյան դաշտի շեգվազն է մեզ ժպտում, երկնքի լույս թևերն են մեզ գրկում, հայրենական հողի նոր երգն է մեր սրտում, դառնում կյանքի երջանկություն, կապույտ կամար, դու հայոց մեծ վրանն ես, մեր խաղաղոր օրանն ես, մեր կյանքի դու կապույտ կամար, Արարատյան դաշտի շեգվազն է մեզ ժպտում, երկնքի լույս թևերն են մեզ գրկում, հայրենական հողի նոր երգն է մեր սրտում, դառնում կյանքի երջանկություն, Արարատյան դաշտի շեգվազն է մեզ ժպտում, երկնքի լույս թևերն են մեզ գրկում, հայրենական հողի նոր երգն է մեր սրտում, դառնում կյանքի երջանկություն, դառնում կյանքի երջանկություն, դառնում կյանքի երջանկություն, Ջան, Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa։ Lido Palms Resort and Spa առողջարան, հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։
Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։